Թրամփի Չինաստան այցից դեռ 2 շաբաթ էլ չանցած Մարկո Ռուբիոն Հայաստանում էր։ Չնախատեսված այս այցը օպերատիվ էր։ Ըստ քաղաքագետների աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը տրանզիտային այց է կատարում եւ օդանավակայանում արտգործնախարարի հետ կնքում ռազմավարական գործընկերության հուշագիր։ Նման կարևոր փաստաթղթերն արդյոք ստորագրվում են 1 ժամանոց պատահական այցի ընթացքում առանց նախնական պայմանավորվածությունների։ Նման փաստաթուղթը նախորդ կազմակերպվում է, նախորդ ամիսների ընթացքում հայտարարվում է, հանդիպում են, ստորագրում են, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ օդանավակայանում ինչ-որ այցի ընթացքում իջել է Երևան, նույնիսկ ժամանակ չունի ասենք վարչապետի հետ հանդիպել եւ այլն, սա նշանակում է, սա PR-ակցիա է, ընդհանրապես նախընտրական տրամաբանության մեջ։ Փաստորեն Ռուբիոյի այցը խիստ անհրաժեշտություն էր, դրա համար էլ ճանապարհին 1 ժամանոց կանգառ ունեցավ Երևանում։ Գերագույն նպատակը, ըստ քաղաքագետի, աջակցել իշխանությանը։ Դա է պատճառը, որ այցի մասին նախապես չի հայտարարվել։ Բայց նախընտրական աջակցության ֆոնին պետք չէ անտեսել փաստը։ Թրամփի նախորդ կանգառը Չինաստանն էր, որից մոտ 10 օր անց այց է կատարվում Հայաստան պետքարտուղարի մակարդակով։ Ռուբիոն այս քննարկումների համատեքստում Երևանի հետ ունեցել է ճշգրտելու շատ կոնկրետ եւ առարկայական ինչ-որ բան։ Դա առաջացել է Թրամփի չինաստանյան քննարկումներից Ռուբիոյի Հնդկաստան այցի հանրագումարում։ Բարդ է ասել, բայց ըստ ամենայնի, եթե այցը տեղի չի ունենում, այսպես ասենք, ռեգիոնալ ձևաչափով, այլ լինում է միայն Հայաստան, դա կրկնեմ նշանակում է, որ առաջացել է Հայաստանի հետ շատ էական եւ կոնկրետ քննարկման անհրաժեշտություն։ Թրամփի ուղու մասին խոսակցությունները չեն լռել, թեև դրանց մասին բարձրաձայն չի խոսվում։ Թրիփը Չինաստան-Եվրամիություն լոգիստիկ ուղու արգելափակոց կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, ինչը չի բխում Պեկինի շահերից։ Միաժամանակ չի բխում նաև Ռուսաստանի եւ Իրանի շահերից, բայց աշխարհաքաղաքական այս իրավիճակում բացառված չէ ոչինչ։ Միջական ազդեցություն են ունենալու Թրամփի ուղու ճակատագրի վրա եւ բնականաբար այստեղ նաեւ առանցքային ուշադրության է արժանի այն, որ Ռուսաստանը ընդամենը 1 ամիս առաջ արտահայտեց աննախադեպ մոտեցում, որ Թրամփի ուղի ծրագիրը խախտում է ռեգիոնալ բալանսը, որ արձանագրված է 200 տարի առաջ կնքված Թուրքմենչայի պայմանագրով ռուսական եւ պարսկական կայսրությունների միջեւ։ Իսկ տարածաշրջանում բալանսի խախտումը քաղաքական դիրքորոշումների փոփոխության հնարավոր պատճառ կարող է դառնալ ընդհուպ ծրագրերի անհրաժեշտության վերանայում։ Պրոյեկտը առհասարակ կարող է չեղարկվել ամերիկյան հետաքրքրություններից ելնելով եւ սրանով պայմանավորված կարծում եմ այս բանին գոնե թե խնդիրը համաձայնեցնել եւ համապատասխանեցնել կողմերի դիրքորոշումները։ Բայց ծրագրի միակ շահառուն Միացյալ Նահանգները չէ։ Հնդկաստանից հետո Ռուբիոյի Հայաստան այցը եւս հատկանշական է։ Հաշվի առնելով, որ Եվրամիություն-Հնդկաստան առևտրային գործակցության փաստաթղթի մասին հայտարարվեց հունվարին, Թրամփի ուղու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Միրզոյան-Ռուբիո հայտարարությունից մոտ 10 օր անց ամրապնդվում է հիմնավորումը, որ Թրամփի ուղին ապագայում կարևոր առանցք կարող է դառնալ ԵՄ-Հնդկաստան կապի համար։ Հնդկաստանը եւ Չինաստանը հարավային Կովկասով անցնող ճանապարհների եւ լոգիստիկ սխեմաների շահառուներից են եւ անշուշտ Միացյալ Նահանգների քննարկումները էական նշանակություն են ունենալու Կովկասում այդ լոգիստիկ սխեմաների ճակատագրերի հարցում։ Դա կլինի Թրամփի ուղին, դա կլինի հյուսիս-հարավ երթուղին, որի ուղղություններից մեկը նաեւ Հայաստանն է։ Այսպիսով աշխարհաքաղաքական լուրջ հարցերից զատ Ռուբիոյի այցը ակնհայտ աջակցություն էր գործող իշխանությանը, պնդում է քաղաքագետը։ Վենսի այցը, ապա Եվրամիության գագաթնաժողովը, հիմա էլ պետքարտուղար Ռուբիոն։ Թեև ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն այս փուլում լարված ու մրցակցային են, բայց դա մեծ հաշվով Հայաստանի ներկա իշխանության համար առանցքային չէ։ Նախընտրական այս փուլում PR-ն ավելի կարևոր է։ Սա փորձ է լինելու նաև անուղղակի աջակցություն ներկայացնել իշխող ուժի համար։ Գաղտնիք չէ, որ գերտերությունների միջև ազդեցության համար պայքարը համառորեն շարունակվում է եւ դեռ երկար ժամանակ կշարունակվի։ Եվ գերտերությունների մրցակցությունը այժմ ոչ միայն տնտեսական կամ ռազմական բաղկացուցիչների կիրառմամբ է արտահայտվում, այլ նաև թափուկ ուժի, սուր ուժի կիրառմամբ։
Տրանզիտային այս այցի ընթացքում կնքվեց նաև հանքանյութերին վերաբերող հուշագիր, հավանաբար պոչամբարներում կուտակված նստվածքային մետաղներին վերամշակմանը վերաբերող։ Այդ մետաղները կարևորում է Միացյալ Նահանգները։ Այսպիսով, Միացյալ Նահանգների պետքարտուղարն իջավ Զվարթնոց օդանավակայանում, Արարատ Միրզոյանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիրը եւ օդանավակայանից էլ հեռացավ, ընդամենը 1 ժամ անց։ Պետքարտուղարի Բաքու այցի մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։